Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1367-րդ օրն է, դժվար օրեր են, բարդ են ներքաղաքական տեսանկյունից եւ կասկածում եմ, որ հենց դրա պատճառով էլ կան դժվարություններ արտաքին քաղաքականության մեջ, բայց այս թեման ավելի լավ է քննարկեմ ձեզ համար այն ուկրաինացի փորձագետների հետ, որոնց վստահում եմ եւ ամենակարևորը մեր լսարանն է վստահում, հենց որ հասկանանք, որ արդեն կարող ենք բացել որոշ մանրամասներ, կարևոր դետալներ, անմիջապես կհավաքվենք ընդհանուր եթերում ձեր սիրելի փորձագետների եւ մարդկանց հետ, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնենք այնինչ կատարվում է։ Կարծում եմ դուք արդեն կռահում եք ում մասին է խոսքը, բայց օրագա, ինչպես ասում են, բարին հետ է։ Իսկ մինչ այդ ասեմ, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Ռուսաստանի այն հայտարարությունները, որ իբր Կուպյանսկի լիակատար գրավում կա ռուսների կողմից, հիշեցնեմ, որ Կուպյանսկը Խարկովի մարզում է եւ Յամպոլի գրավում կա իբր թե Դոնեցկի մարզում։ Սա առաջին անգամ չէ, որ ագրեսոր պետությունը, ավելի ճիշտ նրա ղեկավարությունը շարունակում է գեներացնել էժան տեղեկատվական սադրանքներ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է, որ Կուպյանսկը գտնվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Գլխավոր շտաբում ընդգծել են, որ ներկայումս ուկրաինացի զինվորականները Կուպյանսկում իրականացնում են հակադիվերսիոն միջոցառումներ եւ հստակ գործողություններ քաղաք ներս թափանցած թշնամական դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման եւ ոչնչացման իսկ Յամպլում, Դոնեցկի մարզում նույն կերպ շարունակվում են որոնողական հարվածային գործողությունները։ Գլխավոր շտաբում նշում են, որ ռուսների հայտարարությունները իբր Խարկովի մարզի Վալչանսկի 80%-ի եւ Դոնեցկի մարզի Պոկրովսկի 70%-ի գրավման մասին նույնպես չեն համապատասխանում իրականությանը։ Վստահ եմ, մեր հիմնական լսարանը արդեն լավ տարբերում է ռուսական քարոզչական կեղծիքները եւ եթե հենց Պուտինն է ինչ-որ տոկոսների մասին խոսում որևէ տարածքի գրավման վերաբերյալ, դա այլևս Ռուսաստանի ուժի ապացույցի դրսևորում չի։ Ամենահետաքրքիրն այն է, որ Ռուսաստանի ղեկավարությունը հենց ինքը չի գիտակցում, թե որքան ծիծաղելի են իրենք դարձել։ Մարդիկ, որոնք մտադիր էին մի քանի օրում գրավել Կիևը, այժմ հաշվում են, թե որ փոքր քաղաքը քանի տոկոսով են գրավել։ Բայց ոչ ադեկվատ մարդիկ ցավոք չեն գիտակցում, որ իրենք ադեկվատ չեն, այդ իսկ պատճառով անհեթեթություններին կարծես վերջ չկա։ Դե այս ամենն էլ առիթ է հանդիսանում հերթական անգամ հերքել նրանց խոսքերը եւ ծիծաղել նրանց վրա, չնայած մենք լավ հասկանում ենք, թե ինչ դաժան եւ ստոր հակառակորդի մասին է գնում խոսքը։ Երևի թե պատմության ընթացքում դժվար կլինի գտնել նման երեսպաշտ ստախոսների, ինչևէ սա մեր եթերի գլխավոր թեման չէ։ Այն զարգացումը, որը ստացավ իրավիճակը Թրամփի նոր գաղափարների հետ կապված, թեև նա երեք դեռ բավականին զուսպ էր եւ ինքը ոչ մի դեստրուկտիվ բան չհայտարարեց, այլ մարդիկ էին դա անում Թրամփի փոխարեն։ Ես լիովին հանգիստ էի իրավիճակի մասին իմ դիտարկումներում, մինչև այն պահը, երբ Սպիտակ տան մամուլի քարտուղարը դուրս եկավ եւ ասաց, որ Թրամփը հավանել է այդ ծրագիրը։ Խոսքը ոչ թե այն ֆեյք ծրագրի մասին է, որը շրջում է տելեգրամյան ալիքներով, այլ մեկ այլ ծրագրի, որը կա իրականում եւ փոխանցվել է Զելենսկուն։ Նենց չի, որ փոխանցվածը այն ֆեյք ծրագրից շատ ավելի լավն է, բայց դրա մասին քիչ հետո։ Մի կողմից մենք գործ ունենք Թրամփի հետ, ով ուզում է խաղաղություն, մյուս կողմից այլ Թրամփի հետ, ով խաղաղությունից բացի ուզում է նաեւ շահույթ ստանալ։ Երեկվա իմ եթերում անալիտիկա ալիքում կարճ ներկայացրեցի, թե ինչու է հիմա առաջարկվում խաղաղություն Ուկրաինայում։ Ես դա գիտեի իմ ամերիկյան գոլեգաների մոտեցումից, գաղտնիք չէ, մենք հաճախ շփվում ենք եւ երկար տարիներ ունենք վստահելի հարաբերություններ, սակայն իմ եթերին հաջորդեցին իրադարձություններ, որոնք մասամբ բացեցին վարակույրը, ցույց տալով, որ Թրամփը բացի Ուկրաինայի համար բարիք ցանկանալուց, ուզում է նաեւ չափազանց մեծ շահույթ իրեն եւ իր կորպորացիաներին։ Եվ եթե առաջին մասում նա ըմբռնում կգտնի թե Կիևում, թե Բրյուսելում, խոսքը խաղաղության մասին է, ապա երկրորդ մասով Թրամփի շահույթի ցանկությունների առումով ավելի շատ հակամարտության եւ շահերի բախման է հանգեցնելու այս ամենը, քան ընդհանուր բարիքի, եթե կարելի է այդպես ասել։ Խնդիրը նրանում է, որ Թրամփի գաղափարները դժվար թե բավարարեն հենց խորքային ամերիկյան պետությանը եւ հենց այդ պատճառով էլ մենք տեսնում ենք բազմաթիվ արտահոսքեր մամուլում։ Դրանք գալիս են ինչպես նրանցից, ովքեր իրոք բարին են ցանկանում Ուկրաինային, այնպես էլ նրանցից, ովքեր հակառակը ուզում են խառնել բոլորի ծրագրերը եւ Պուտինին նոր ժամանակ տալ պատերազմի համար։ Ամերիկան մեծ երկիր է եւ բնակեցված է ոչ միայն մեր բարեկամ մարդկանցով, չնայած մեծամասնությունը իհարկե Ուկրաինայի
կողմից է, գիտեք սոցիոլոգիական հարցումների տվյալները։ Ցավոք Թրամփի շրջապատում կան հստակ պրոռուսական գործիչներ, եթե անգամ հաշվի չառնենք իր իսկ Թրամփի տարօրինակ վարքագիծը, որը ցավոք սրտի պարբերաբար մենք տեսնում ենք։ Դուք գիտեք, ես միշտ առավելագույն անկեղծությամբ եմ դες հետ շփվում իմ տեսլականների մասին եւ այսօր պետք է ֆիքսեմ, որ իրավիճակը տարբերվում է երեկվանից։ Դրանից ոչ միայն ես եմ զարմացած, այլ մեր ամերիկյան իրական բարեկամները նույնպես։ Բոլորի մոտ կար կարծիք, որ չնայած Թրամփի սրտով չէր այն վիճակը, ինչ մենք ունենք, երբ Ամերիկան նոր սանկցիաներ մտցրեց Ռուսաստանի դեմ եւ դեմ չեղավ ատակամսներով հարվածանք Ռուսաստանին, զենք է վաճառում իհարկե տատանումներով, բայց վաճառում է մեր ՆԱՏՕ-ի գործընկերներին, որոնք փոխանցում են Ուկրաինային այդ զենքը։ Իհարկե, այս դիրքորոշումը Թրամփի սկզբնական դիրքորոշմանը հակասում էր, բայց հիմնական խաղացողները չէին սպասում այսքան կտրուկ նոր խաղի։ Գիտեինք մի օր մի բան անելու է, որովհետև Թրամփի բնույթն է այդպեսին, նա չի սիրում խաղալ ուրիշի խաղը, իսկ այն ինչ կար մինչ երեկ, դա Ուկրաինայի եւ Եվրոպայի թելադրանքով էր։ Մեր ամերիկյան գործընկերները իրենք էլ չէին սպասում, որ Թրամփը նման կտրուկ քայլ կանի, չնայած արտաքինից Թրամփի զուս պահվածքին, հա։ Դե իմ անձնական վերաբերմունքը միշտ ձեզ ասել եմ, Թրամփը իմ պատկերացրած հերոսը չի, բայց սա քաղաքականություն է եւ գործ ունենք նրա հետ, ով հաղթում է ընտրություններում։ Ինչևէ, առաջ է եկել նոր առաջարկ, որը մեղմ ասած չի կարող մեր սրտով լինել։ Իհարկե, նման առաջարկի ասպարեզ գալը չի նշանակում, որ սա պատմության վերջն է։ Ցանկացած բանակցություններ սկսում են ինչ-որ կետից, եւ մեզ համար սա նոր չէ, որ Ռուսաստանը փորձում է իր գիծը առաջ տանել, եթե ոչ դռնով, ապա պատուհանով է փորձում ներս գալ։ Սա սկսվեց դեռ Ստամբուլում լայնածավալ պատերազմի հենց սկզբի օրերին, երբ Պուտինը տեսավ, որ բանակով չի հասնում իր ցանկալիին, որոշեց մեզ խաբել բանակցությունների միջոցով։ Իհարկե, այն ժամանակ նույնպես չստացվեց։ Մենք սովոր ենք, որ ագրեսորը իրոք շատ խորամանկ է, սովոր ենք մշտական ճնշման, տեսել ենք նման շատ պլաններ եւ առաջարկներ, որոնք մեզ չեն բավարարել։ Եվ հենց մեր հանգստությունն ու նպատակասլացությունն են մեզ մինչ այժմ օգնել հասնելու մեր այսօրվա դիրքերին, ինչը ասացի, որ իհարկե բոլորս հասկանում ենք, որ Թրամփի սրտով չէ, նա ստիպված էր գնում այդ քայլերին։ Մեր գործը արդար է, մենք օտարինը չենք պահանջում, բայց նաեւ արդեն ցույց ենք տվել, որ մերը օտարին տալու մտադրություն չունենք։ Շարունակենք աշխատել, իրավիճակը հիմա իհարկե մի փոքր ավելի բարդ է ներքաղաքական իրավիճակի պատճառով, որը առաջացավ կոռուպցիոն սկանդալի հետևանքով, բայց մեր համար այլ տարբերակ չկա, քան մի կողմ թողնել բոլոր էմոցիաները եւ զբաղվել գործով, եւ մենք կփորձենք կրկին անել այնպես, որ ամեն ինչ ստացվի, ինչպես ես ասացի երեկվա եթերում, մեզ խաղաղություն է պետք, որպեսզի մեր մարդիկ չզոհվեն հոգեվարքում գտնվող բռնապետի պատճառով։ Ինչպես ասաց երեկ երեկոյան նախագահ Զելենսկին, Ուկրաինան պատերազմի առաջին օրերից ունի չփոփոխվող դիրքորոշում, իսկական խաղաղություն, որը պետք է երաշխավորի նոր ռուսական ներխուժման բացառումը եւ որի պայմանները պետք է լինեն հարգանքով մեր անկախության, մեր ինքնիշխանության, ուկրաինացի ժողովրդի արժանապատվության նկատմամբ։ Մեջբերեմ Զելենսկու խոսքը, եւ մենք հենց այդպիսի պայմանները պետք է ապահովենք։ Ես ներկայացրի, թե ինչն է մեզ համար սկզբունքային, եւ մենք պայմանավորվեցինք, որ թիմերը կաշխատեն այդ առաջարկների վրա, որպեսզի ամեն ինչ լինի իսկական։ Մենք կտրուկ հայտարարություններ չենք անելու եւ տրամադրված ենք հստակ անկեղծ աշխատանքի։ Ուկրաինան, Ամերիկան, մեր ընկերները եւ գործընկերները Եվրոպայում եւ աշխարհում, ընդգծել է նախագահ Զելենսկին։ Ինձ թվում է ամեն ինչ պարզ է, ինչպես միշտ։ Ամերիկյան պլանի մասին ես 3-4 օրը ասացի իմ կարծիքը հստակ, 3 անալիտիկա ալիքում ասացի, ինչի համար պետք խաղաղությունը։ Այսօր ասացի զարգացումների մասին, մեր վերաբերմունքի եւ Զելենսկու տրամադրության մասին։ Մեր լսարանը այն ասպարեզն է, որտեղ ուկրաինական դիրքորոշումը միշտ հնչում է հստակ եւ մաքսիմալ հասկանալի բոլորի համար։ Գիտենք, որ թշնամին էլ է մեզ լսում, բայց մեզ համար ամենակարևորը մեր բարեկամներն են, նրանց հանգստությունն է։ Մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները մեր եթերին աջակցելու համար, լայքեք եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք, դա շատ է օգնում եթերի առաջ մղմանը։ YouTube-ը նորից էլի բարդ օրերը մեզ համար կազմակերպել, շատ անհասկանալի են վերջի շրջանում ալգորիթմների աշխատանքը, բայց ունենք այն ինչ ունենք եւ այս հարթակով փորձում ենք ձեզ մաքսիմալ տեղեկացված պահել։
Փաստացի առաջարկված փաստաթուղթը ռուսական սկզբնական պահանջների նոր տարբերակն էր, որը կարծես թե ճակերտների մեջ քաղցրացվել է Դոնբասից դուրս գտնվող մեր իսկ տարածքները մեզ վերադարձնելու գաղափարով, որի համաձայնությունը հիմջելոց նույնիսկ Ռուսաստանից չկա։ ՄԱԿ-ում Ուկրաինայի փոխներկայացուցիչ Քրիստինա Հայովիշինը ընդգծել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքները որպես ռուսական, մեր հողը չի վաճառվում, նշել է դիվանագետը, ներկայացնելով Կիևի հիմնական կարմիր գծերը։ Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքի եւ նրա զինված ուժերի նկատմամբ որևէ սահմանափակման բացառում բոլոր որոշումները պետք է ընդունվեն հետեւյալ սկզբունքով՝ ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի եւ ոչինչ Եվրոպայի մասին առանց Եվրոպայի։ Մենք չենք հանդուրժի Ուկրաինայի ինքնության, լեզվի եւ մշակույթի ոչնչացման որևէ փորձ։ Ագրեսորը չի կարող պարգևատրվել ցեղասպանական քաղաքականության համար։ Մեր ինքնիշխանության որևէ խախտում, ներառյալ անվտանգության դաշինքները եւ արտաքին քաղաքական ուղին ազատորեն ընտրելու իրավունքը անընդունելի է։ Այս սկզբունքները չեն կարող լինել շահարկման կամ արքու վաճառքի առարկա։ Դրանք մեր գոյության հիմքն են որպես անկախ ազգ եւ պետություն։ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագիրը փաստորեն արտացոլում է Ռուսաստանի կողմից պարտադրված պայմանները։ Այս ծրագիրը չի կարող իրականացվել։ Այս մասին Եվրոմիության նախարարներին ասել է Ուկրաինայի արտգործնախարար Սիբիգան։ Ագրեսորին հանդարտեցնելու վրա հիմնված ցանկացած համաձայնագիր անընդունելի է եւ միայն կհանգեցնի ավելի շատ պատերազմի եւ բռնության թե Ուկրաինայի, թե Եվրոպայի համար, նշել է մեր արտգործնախարարը։ Իր հերթին Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ ինքը իբր համաձայնեցրել է Ամերիկայի կողմից Ռուսաստանի հետ առաջարկված խաղաղության համաձայնագրի կետերի մեծ մասին։ Իդեպ Մոսկվայում դժգոհել են, թե Ուկրաինան համաձայնություն չի տալիս։ Կրեմլը չի լսել Ուկրաինայի համաձայնության մասին քննարկելու Ամերիկայի նախագահի առաջարկած խաղաղության պլանի պայմանները պատերազմի ավարտի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ռուսական պրոպագանդիստական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ռուս բռնապետի մամուլի բեղավոր քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերին։ Ռուսաստանի պաշտոնյան դժգոհել է, որ Մոսկվային առայժմ չեն տեղեկացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համաձայնության մասին վարելու բանակցություններ այն խաղաղության նախագծի շուրջ, որը առաջ է մղում ամերիկյան կողմը։ Հետաքրքիր է, չէ, իրենց առաջարկությունը գցել են Թրամփի գրպանը, արդեն Թրամփի անունից են խոսում։ Բա հիմա ոնց չասենք, հո պապեր, Երևանից մարդ կա, լավ գիտենք ձեր բանսարկությունները։ Դե առանց ումորի չի լինի ռուսներին անդրադառնալ։ Շատ ունկնդիրներ եւ նույնիսկ փորձագետներ զարմացած են Թրամփի նման առաջարկից, քանի որ դա կհանգեցնի նրա վարկանիշի ավելի անկմանը Ամերիկայում։ Նույնիսկ շրջանառվում են կարծիքներ, թե իբր Թրամփը նման առաջարկներով ստեղծում է ֆոն Ռուսաստանի նկատմամբ նոր ավելի կոշտ պատժամիջոցների համար։ Այդ տեսակետի հիմքում վկայակոչում են այն փաստերը, որ Թրամփը այնուամենայնիվ ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինային զենք է մատակարարում, թույլ է տվել ամերիկյան զինատեսակներով հարվածել Ռուսաստանի խորքին, վերջերս ատակամսի հարվածը նկատի ունեն, իսկ ամենակարևորը ընդունվել է այնպիսի ցավոտ հակառուսական պատժամիջոցներ, որոնք զրկում են Պուտինին իրական եկամուտներից։ Իդեպ այս տեղեկատվական աղմուկի ֆոնին շատերը մոռացել են, որ ուրբաթ այսօր նոյեմբերի 21-ին ուժի մեջ մտան Ամերիկայի նոր պատժամիջոցները Լուկոյլի եւ Ռոսնեֆտի նկատմամբ։ Նավթից խոսեցինք, ասենք, որ այս ֆոնին նավթի գները նվազել են 1.5%-ով, ուրբաթ նոյեմբերի 21-ին շարունակելով անկումը արդեն երրորդ առևտրային նիստի ընթացքում։ Նավթի գները նվազել են նույնիսկ Թրամփի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղ համաձայնության շուրջ փորձերի ֆոնին, այսինքն Ամերիկայի առաջարկները Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ, որոնք ենթադրում են նույնիսկ որոշ պատժամիջոցների մեղմացում Կրեմլի նկատմամբ, չհամոզեցին բիզնեսը, թե համաշխարհային առևտուրը կրկին կակտիվանա։ Լրացուցիչ անորոշություն է ստեղծում տոկոսադրույքների հետագա նվազման նկատմամբ կասկածները, որոնք էլ ավելի սահմանափակում են ներդրողների ռիսկային ախորժակները, սա կրկին ցույց է տալիս, որ իրականում պետք է հետևել ոչ թե բառերին, այլ գործերին, իսկ գործերը այս պահին բոլորն էլ ուղղված են Ռուսաստանի դեմ։ Սակայն միևնույն ժամանակ չենք կարող մոռանալ այն, ինչի մասին ասացի եթերի սկզբում, Թրամփը Ուկրաինայի նախագահը չէ, եւ նրա բազմաթիվ անձնական նախաձեռնությունները իմ կարծիքով նույնիսկ հակասում են Ամերիկայի շահերին։ Բարոյական
եզրակացությունն այն է, որ նոր ոչինչ տեղի չի ունեցել բացի Պուտինի հին պայմանների նոր ներկայացումից, իսկ դրանց մենք արդեն մեկ անգամ չէ որ պատասխանել ենք։ Այժմ Զելենսկին ընտրել է մեր շահերը պաշտպանելու տակտիկան առանց բարձրագոչ հայտարարությունների։ Եթե Թրամփը փոխի իր վարքագիծը եւ սկսի անձամբ հրապարակել Ռուսաստանի աբսուրդային պահանջները, ապա մեր կողմից հնչեցված հայտարարություններն էլ բնականաբար կդառնան շատ ավելի կոշտ։ Իսկ մինչ այդ, քանի դեռ Թրամփը իր պաշտոնյաների միջոցով է մեզ առաջարկում հին պայմանները նոր պատեթավորմամբ, մեր պարտականությունն է նրան հիշեցնել, որ մենք լավ հիշողություն ունենք եւ շատ լավ գիտենք, որ գրեթե նույն բաները Ռուսաստանը պահանջում էր մեզանից պատերազմի առաջին իսկ օրերից, ինչը եւ անում են մեր պաշտոնյաները, եւ հենց այդպիսի մեր արձագանքն է, որ դուր չի գալիս Մոսկվային, այդ պատճառով էլ Պեսկովը բողոքում է, թե իբր մենք համաձայնություն չենք տալիս ամերիկյան նոր առաջարկներին, որոնք ըստ էության Պուտինի հին առաջարկների կրկնությունն են։ Այս ֆոնին Եվրամիությունը ներկայացրել է իր սեփական խաղաղության պլանը Ուկրաինայի համար։ Եվրոպական միությունը ունի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հստակ ծրագիր, որը բաղկացած է ընդամենը երկու կետից՝ թուլացնել Ռուսաստանին եւ աջակցել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Կալասը ներկայացրել է Եվրամիության պարզ պլանը խաղաղության հասնելու համար՝ աջակցություն Ուկրաինային եւ ճնշում Ռուսաստանի վրա։ Մեջբերեմ Եվրոպական միությունը իր ամբողջ պատմության ընթացքում աջակցել է արդար երկարատև եւ ամբողջական խաղաղությանը։ Այսօր բնականաբար մենք քննարկեցինք վերջին զարգացումները եւ նախարար Սիբիգան մեզ տեղեկացրեց Ուկրաինայի դիրքորոշման մասին, նշել է Կալասը։ Նրա խոսքով Եվրամիությունը դիրքորոշումը չի փոխել, ցանկացած խաղաղության պլան արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե այն ընդունված է Ուկրաինայի եւ Եվրոպայի կողմից։ Մեջբերեմ Եվրամիությունը ունի շատ հստակ երկու կետերից բաղկացած պլան՝ թուլացնել Ռուսաստանը, աջակցել Ուկրաինային, ընդգծել է գլխավոր Եվրամիության դիվանագետը։ Կալասը նաև տեղեկացրել է, որ 3 եվրոպական հետախուզական կենտրոնի ղեկավարը եւ Եվրամիության պատժամիջոցների հարցերով ներկայացուցիչը նախարարներին ներկայացրել են Եվրամիության պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի վրա։ Նրանց տվյալներով ռուսական հում նավթի արտահանումը վերջին ամիսների նվազագույն մակարդակում է, իսկ Ռուսաստանի նավթային հարկային եկամուտները ամենացածրը պատերազմը սկսելուց ի վեր։ Մեջբերեմ Ռուսաստանը բազմիցս կեղծավորաբար խոսել է խաղաղ բանակցությունների մասին եւ նախորդ բանակցությունները տապալվել են, քանի որ Ռուսաստանը երբեք որևէ իրական պարտավորություն չի վերցրել իր վրա։ Ճնշումը պետք է լինի ագրեսորի, այլ ոչ թե զոհի վրա, հավելել է Կայա Կալասը։ Իսկ Wall Street Journal-ը հաղորդում է, որ Եվրամիությունը պատրաստում է պատերազմը դադարեցնելու իր սեփական ծրագիրը, որն ավելի շահավետ կլինի Ուկրաինայի համար։ Եվրոպացի առաջնորդները ցանկանում են առաջիկա օրերին համաձայնության գալ ծրագրի շուրջ եւ առաջարկում են, որ Ուկրաինան աջակցի այս ծրագրին, այլ ոչ թե ամերիկյանին։ Պետք է նշել, որ Պուտինին աջակցող ամերիկյան քաղաքական գործիչները ընտրել են իրենց համար ամենահարմար պահը, երբ Եվրամիությունը քննարկում է ֆինանսների հարցը եկող տարվա պատերազմը վարելու համար։ Իրականում առճակատումը բավականին լուրջ է, բայց ինչ որ հուսահատության մեջ ընկնելու առիթ չեմ տեսնում։ Մեր համար երբեք վիճակը լավ չի եղել։ Մենք միշտ պայքարել ենք ծանր պայմաններում եւ մեր համար ոչինչ չի փոխվել։ Շարունակում ենք պայքարել։ Ռազմաճակատում վերջին 1 օրում տեղի է ունեցել 173 մարտական բախում, անցած 24 ժամում ռուս օկուպանտները կորցրել են եւս 1050 զինծառայող եւ նրանց 238 միավոր զինտեխնիկան, իսկ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակի ընդհանուր կորուստները արդեն հասել են 1,163,170-ի, ռելիզը ձեր էկրաններին է։ Պոկրովսկի ուղղությամբ մեր պաշտպանները կասեցրել են ագրեսորի եւս 59 հարձակողական գործողություններ, Վլադիմիրովկա, Նիկանորիվկա, Ռոդինսկե, Չերվոնի լիման, Նավաէկոնոմիչնե, Պոկրովսկ, Լիսիվկա, Ուդաչնե, Մալադեցկե, Նավասերգիևկա, Ֆիլիա, Դաչնե եւ Նավապավլիվկա բնակավայրերի ուղղությամբ։ Մինչ ռուսները ամենօրյա ռեժիմով հարվածում են ուկրաինական բնակֆոնդին, նորից ցավոք զոհեր կան խաղաղ բնակչության մեջ, իսկ մերոնք խոցում են ռուսական կարևոր օբյեկտները։ Երեկվա օրը բացառություն չէր, ամենօրյա ռեժիմով խոցվում են ռուսական օբյեկտներ Ռուսաստանի եւ օկուպացված տարածքներում, ինչպես միշտ մեր Telegram-ում են բոլոր տեսանյութերը։ Բայց այս ամենի ֆոնին պետք է ասենք, որ կարևորը կյանքը շարունակվում է։ Մեր ագրարյաները արդեն 51 միլիոն բերք են հավաքել հացահատիկի, իսկ դիվանագետները հոգ են տանում եկող տարվա պատերազմի ֆինանսավորման առումով։ Թրամփներն ու Պուտինները կգան ու կգնան, իսկ Ուկրաինան եւ մեր Հայաստանը հավերժան։ Ձեր տրամադրությունը բարձր պահեք, կատարվողը դիվանագիտական խաղեր են, իսկ մենք արդեն ցույց ենք տվել, որ որոշողը մենք ենք։ Թող ռուս ագրեսորները տխրեն, որ եւս 1000 հոգով ավելացել են իրենց զոհերի
զոհերի թիվը ու իրենց այսպես կոչված որջը անցել է տոկոսով քաղաք գրավելու ռեժիմին։ Շատ չերկարացնեմ ուրբաթ օրվա եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները, այսօրվա համար այսքանը, հույս ունեմ, որ վաղը նորությունները կլինեն ավելի լավը, քան այսօր, բարով մնաք եւ լավ հանգստյան օրեր եմ մաղթում ձեզ բոլորիդ։